Երբևէ մտածել եք, ինչու է բնությունը ստեղծել այս աշխարհն այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք։ Արդյոք ամեն ինչ պարզ պատահականություն է, թե մեր շուրջը գոյություն ունի մի գաղտնի լեզու, որը մենք մոռացել ենք կարդալ։ Նայեք ձեր սեղանին դրված սովորական ընկույզին, ուշադիր նայեք։ Այն ձեզ ոչինչ չի հիշեցնում։ Իսկ կիսած լոլիկը կամ գազարի կլոր շերտը դարեր շարունակ, դեռ այն ժամանակներից, երբ չկային մանրադիտակներ, լաբորատորիաներ ու բարդ սարքավորումներ, մարդիկ հավատում էին մի ցնցող գաղափարի։ Նրանք ասում էին, որ Աստված կամ բնությունը յուրաքանչյուր բույսի, յուրաքանչյուր պտղի վրա դրել է մի կնիկ, մի նշան։ Այդ նշանը հուշում էր, թե ինչի համար է ստեղծված տվյալ ուտելիքը։ Օրենքը պարզ էր, նմանը բուժում է նմանին։ Եթե բույսը նման է մարդու որևէ օրգանի, ուրեմն այն ստեղծված է հենց այդ օրգանը բուժելու և սնուցելու համար։ Նրանք դա անվանում էին ձևերի դոկտրին։ Երկար ժամանակ ժամանակակից գիտությունը ծիծաղում էր այս մտքի վրա։ Գիտնականներն ասում էին, որ դա պարզապես հեքիաթ է, սնահավատություն, մարդկային երևակայություն։ Եվ ի վերջո, ինչպես կարող է ընկույզի արտաքին տեսքը կապ ունենալ գլխուղեղի քիմիայի հետ, բայց այսօր 21-րդ դարում ամեն ինչ փոխվել է։ Կենսաքիմիան և նորագույն հետազոտությունները ստիպված էին ընդունել մի ապշեցուցիչ փաստ։ Հին իմաստունները ճիշտ էին։ Ոչ բոլոր հարցերում, բայց ամենակարևորներում նրանք բացարձակապես ճիշտ էին։ Այս տեսանյութում մենք միասին կբացահայտենք այդ գաղտնի կոդը։ Մենք ոչ թե պարզապես կնայենք մրգերին, այլ կմտնենք դրանց մոլեկուլային կառուցվածքի մեջ։ Պատրաստվեք, որովհետև այն, ինչ լսելու եք առաջիկա րոպեներին, կարող է ընդմիշտ փոխել ձեր վերաբերմունքը սննդի հանդեպ։ Սա արգամբլոկն է, և մենք սկսում ենք մեր ճանապարհորդությունը դեպի բնության ամենազարմանալի համընկնումները։ Չմոռանաք նպաստել տեսանյութի տարածմանը, լայքելով տեսանյութը և բաժանորդագրվելով արգամբլոկի YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Եկեք մի պահ տեղափոխվենք 16-րդ դար։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ չկա ինտերնետ, չկան բժշկական հանրագիտարաններ և մարդկանց մեծ մասը նույնիսկ կարդալ չգիտի։ Ինչպես պետք է սովորական գյուղացին կամ բուժակը հիշեր, թե հազարավոր բույսերից որն է օգտակար սրտի համար, իսկ որը երիկամների։ Ահա այստեղ օգնության էր հասնում ձևերի դոկտրինը։ Դա հիշողության հզորագույն գործիք էր։ Մարդուն պետք չէր անգիրանել բարդ լատիներեն անուններ։ Նրան ուղղակի պետք էր նայել։ Այդ ժամանակների ամենահայտնի բժիշկներից ու ալքիմիկոսներից մեկը, Պարացելսը, ասում էր, որ բնությունը կույր չէ։ Նա պնդում էր, որ Աստված յուրաքանչյուր բույսի մեջ դրել է հոգի, և արտաքին տեսքով հուշում է մարդուն դրա նշանակության մասին։ Իհարկե, եկեք անկեղծ լինենք։ Այս տեսությունը միշտ չէ, որ աշխատում էր։ Շատ դեպքերում մարդիկ սխալվում էին։ Օրինակ, կարծում էին, թե մազոտ բույսերը կբուժեն ճաղատությունը, ինչը, իհարկե, այդպես չէր։ Սակայն զարմանալին այն է, որ դարերի ընթացքում մարդկության հիշողության մեջ պահպանվեցին միայն այն զույգերը, որոնք իրականում աշխատում էին։ Ժողովրդական փորձը ֆիլտրեց սխալները և թողեց միայն ոսկե հատիկները։ Եվ այդ հատիկները այսօր հաստատվում են լաբորատոր փորձաքննություններով։ Եկեք հերթով քննենք այդ զարմանալի ոսկե զույգերը։
Առաջին եւ ամենացնցող օրինակը ընկույզն է։ Սա ուղղակի անհավանական է։ Վերցրեք ընկույզի միջուկը։ Այն ունի երկու կիսակունդ՝ աջ եւ ձախ, ճիշտ ինչպես մեր գլխուղեղը։ Այն ունի վերին եւ ստորին մասեր, ինչպես ուղեղիկը։ Նույնիսկ ընկույզի վրայի կնճիռներն ու ծալքերը կրկնում են մեր ուղեղի կեղևի գալարները։ Բայց ամենահետաքրքիրը սկսվում է, երբ մենք նայում ենք ներսից, քիմիական մակարդակում։ Գիտեք արդյոք, որ մեր ուղեղը մարմնի ամենաճարպոտ օրգանն է։ Այն մոտավորապես 60%-ով բաղկացած է ճարպից։ Բայց խոսքը սովորական ճարպի մասին չէ։ Ուղեղին պետք են հատուկ կառուցվածքային ճարպեր, որպեսզի մենք կարողանանք մտածել, հիշել եւ զգալ։ Եվ ահա գիտական փաստը։ Ընկույզը բնության մեջ օմեգա-3 ճարպաթթուների, մասնավորապես ալֆա-լինոլենաթթվի ամենահարուստ աղբյուրն է։ Ինչ է անում այդ թթուն։ Երբ դուք ուտում եք ընկույզը, այս նյութերը մուտք են գործում ձեր արյուն, անցնում են գլխուղեղի պաշտպանիչ պատնեշը եւ սկսում են վերանորոգել ձեր ուղեղի բջիջների պատերը։ Նրանք ապահովում են, որ ազդանշանները մի բջջից մյուսը փոխանցվեն արագ եւ անխափան։ Առանց այս նյութերի մեր ուղեղը դառնում է դանդաղ։ Մենք կորցնում ենք կենտրոնացումը, իսկ ծերության ժամանակ ավելի հակված ենք լինում հիշողության կորստի։ Ստացվում է, որ բնությունը հատուկ փաթեթավորել է ուղեղի համար ամենաանհրաժեշտ դեղամիջոցը մի տուփի մեջ, որն ունի հենց ուղեղի տեսքը։ Ընկույզի կեղևն էլ կարծես գանգատուփը լինի, որը պաշտպանում է այդ թանկարժեք միջուկը։ Սա պարզապես նմանություն չէ, սա կառուցվածքային անհրաժեշտություն է։ Հիմա եկեք անցնենք մեր շարժիչին, սրտին։ Վերցրեք լոլիկը։ Առաջին հերթին այն կարմիր է, ինչպես մեր արյունը, բայց դա դեռ ամենը չէ։ Եթե լոլիկը կտրեք երկայնակի, կտեսնեք, որ այն ունի 4 հստակ խցիկներ։ Մեր սիրտը նույնպես ունի 4 խցիկ, 2 նախասիրտ եւ 2 փորոք։ Զարմանալի զուգադիպություն է, չէ՞։ Բայց եկեք տեսնենք, թե ինչ է ասում գիտությունը։ Լոլիկի կարմիր գույնը պայմանավորված է մի հրաշք նյութով, որը կոչվում է լիկոպին։ Սա բնության ամենահզոր հակաօքսիդանտներից մեկն է։ Երբ մենք ուտում ենք լոլիկ, լիկոպինը մտնում է մեր օրգանիզմ եւ կատարում է սրտի պահապանի դերը։ Բոլորս լսել ենք վատ խոլեստերինի մասին։ Խնդիրը ոչ թե պարզապես խոլեստերինն է, այլ այն, որ այդ խոլեստերինը օքսիդանում է, կարծես ժանգոտում է մեր անոթների ներսում։ Հենց այդ ժանգն էլ փակում է մեր անոթները։ Լիկոպինը կանգնեցնում է այդ պրոցեսը, այն թույլ չի տալիս, որ խոլեստերինը ժանգոտի, այն պահում է մեր անոթները մաքուր եւ առազգական։ Եվ այստեղ ես ուզում եմ ձեզ բացահայտել մի գաղտնիք, որը շատերը չգիտեն։ Սա այն է, ինչը կոչվում է լոլիկի պարադոքս։ Մենք սովոր ենք մտածել, որ հում բանջարեղենն ավելի օգտակար է, քան եփածը։ Բայց լոլիկի դեպքում ամեն ինչ հակառակն է։ Գիտնականները պարզել են, որ երբ լոլիկը ենթարկվում է ջերմային մշակման, օրինակ դառնում է տոմատի մածուկ, սոուս կամ եփվում է ճաշի մեջ, նրա մեջ եղած լիկոպինը ավելի հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից։ Այսինքն, տատիկի պատրաստած ձմեռային լոլիկի հյութը կամ լոլիկով ձվածեղը սրտի համար ավելի օգտակար են, քան ուղղակի հում լոլիկ ուտելը։ Բնությունը իսկապես զարմանալի է։ Հաջորդը մանկության ամենահայտնի առասպելներից մեկը՝ գերգազար, որ լավ տեսնես։ Քանի անգամ եք լսել սա։
Եկեք կտրենք գազարը լայնակի։ Ինչ եք տեսնում։ Կենտրոնում փոքր շրջանակ, իսկ դրանից դուրս եկող ճառագայթներ։ Դա ճշգրիտ կրկնում է մարդու աչքի կառուցվածքը, բիբը և ծիածանաթաղանթը։ Արդյոք սա միայն գեղեցիկ նմանություն է։ Գազարը իր գազարագույն գույնը ստանում է բետա-կարոտինից։ Երբ մենք ուտում ենք գազար, մեր մարմինը այդ բետա-կարոտինը վերածում է վիտամին A-ի։ Իսկ հիմա ուշադիր։ Մեր աչքի ցանցաթաղանթում կա մի մոլեկուլ, որը կոչվում է ռոդոպսին։ Այս մոլեկուլի գործը լույսը որսալն է։ Առանց ռոդոպսինի մենք չենք կարող տեսնել հատկապես մթության մեջ։ Եվ գուշակեք, ինչից է պատրաստված ռոդոպսինը։ Այո, վիտամին A-ից։ Առանց գազարի մեջ եղած նյութի ձեր աչքը ֆիզիկապես չի կարող կատարել իր ֆունկցիան։ Եթե օրգանիզմում չլինի բավարար վիտամին A, առաջին հերթին տուժում է գիշերային տեսողությունը։ Ավելին, գազարի մեջ կան նաև այլ նյութեր, որոնք պաշտպանում են աչքի հատակը ծերացումից և կատարակտից։ Այնպես որ, երբ հաջորդ անգամ նայեք գազարի կտրվածքին, հիշեք, նա նայում է ուղիղ ձեր աչքերի մեջ և խոստանում է պահպանել ձեր տեսողությունը։ Օրինակները միայն այսքանով չեն սահմանափակվում։ Բնության այս խաղը շարունակվում է ամբողջ մարդկային մարմնով մեկ։ Նայեք սովորական կարմիր լոբուն։ Անգլերենում այն հենց այդպես էլ կոչվում է kidney bean, երիկամ լոբի։ Դրա ձևը բացարձակապես նույնական է մարդու երիկամի հետ։ Լոբին հարուստ է մագնեզիումով և կալիումով։ Այս հանքանյութերը օգնում են կարգավորել արյան ճնշումը։ Իսկ որ օրգանն է ամենաշատը տուժում բարձր ճնշումից։ Իհարկե, երիկամները։ Կարգավորելով ճնշումը, լոբին թեթևացնում է իր երկվորյակի՝ երիկամի աշխատանքը։ Իսկ հիմա պատկերացրեք խաղողի ողկույզը։ Այն կազմված է բազմաթիվ փոքրիկ գնդիկներից, որոնք միացված են ճյուղերով։ Մեր թոքերը ներսից ունեն ճիշտ նույն կառուցվածքը։ Շնչափողը ճյուղավորվում է և վերջում գտնվում են փոքրիկ պարկիկներ, ալվեոլներ, որոնք թթվածին են մատակարարում արյանը։ Խաղողը, հատկապես մուգ գույնի, պարունակում է ռեսվերատրոլ։ Սա մի նյութ է, որը պաշտպանում է թոքերը բորբոքումներից, ալերգիաներից և աղտոտված օդի վնասակար ազդեցությունից։ Քաղցր կարտոֆիլը կամ բաթաթը ունի երկարավուն, տափակ ձև, ճիշտ ինչպես մեր ենթաստամոքսային գեղձը, պանկրեասը։ Եվ ահա հրաշքը։ Չնայած այն քաղցր է, բայց օգնում է շաքարախտով հիվանդներին։ Այն դանդաղ է բարձրացնում արյան շաքարը և թույլ է տալիս, որ ենթաստամոքսային գեղձը հանգիստ աշխատի առանց գերլարման։ Եվ վերջապես ավոկադոն։ Այս պտուղը ունի կնոջ արգանդի ձևը, իսկ ներսի մեծ կորիզը խորհրդանշում է պտուղը երեխային։ Գիտեք ամենազարմանալի փաստը՝ ծաղկելու պահից մինչև լիարժեք հասունացում ավոկադոին անհրաժեշտ է ուղիղ 9 ամիս։ Ճիշտ այնքան, որքան տևում է հղիությունը։ Ժամանակակից բժշկությունը հաստատում է, որ ավոկադոն հարուստ է ֆոլաթթվով, որը կենսականորեն անհրաժեշտ է պտղի զարգացման և կանացի հորմոնների հավասարակշռության համար։ Արդյոք արարիչը հատուկ նկարել է այս մթերքները մեր օրգանների նման, որպեսզի մեզ հուշում տա։ Գիտնականները տալիս են ավելի պրագմատիկ, բայց ոչ պակաս հիասքանչ բացատրություն։ Բանն այն է,
որ մեր կենսական օրգանները, ուղեղը, սիրտը, աչքերը ամենաշատ էներգիա ծախսող եւ ամենաշատ ստրես ստանող մասերն են։ Նրանք անընդհատ աշխատում են եւ ենթարկվում են թթվասնային գրոհի, օքսիդացման։ Բույսերը նույնպես ունեն նման խնդիրներ։ Նրանք պետք է պաշտպանեն իրենց ամենակարևոր մասերը՝ սերմերը կամ պտուղները, արևի ճառագայթներից եւ միջավայրից։ Եվ բույսերը արտադրում են հզոր պաշտպանիչ նյութեր, հակաօքսիդանտներ, բունանյութեր, ճարպեր։ Ստացվում է մի զարմանալի տիեզերական համընկնում։ Այն նյութերը, որոնք բույսը ստեղծել է իրեն պաշտպանելու համար, իդեալականորեն համապատասխանում են մարդու այն օրգաններին, որոնք ունեն նույն խնդիրները։ Ուղեղը ճարպոտ է, ընկույզն էլ է ճարպոտ։ Սիրտը վախենում է օքսիդացումից, լոլիկի լիկոպինը հենց դրա դեմ է պայքարում։ Բնությունը միասնական համակարգ է։ Մենք եւ բույսերը կառուցված ենք նույն կենսաբանական աղյուսներից։ Այսօր մենք բացահայտեցինք մի գաղտնիք, որը 400 տարի թաքնված էր բաց տեսադաշտում։ Մենք ապրում ենք մի դարում, երբ տեղատները լի են քիմիական հաբերով։ Մենք հաճախ փնտրում ենք բարդ լուծումներ մեր առողջական խնդիրների համար։ Բայց գուցե արժե երբեմն կանգ առնել եւ նայել պարզ բաներին։ Գուցե հաջորդ անգամ, երբ խանութում կտեսնեք ընկույզ, կհիշեք ձեր ուղեղը, երբ կկտրեք լոլիկը, կհիշեք ձեր սիրտը։ Սա կոչ չէ հրաժարվելու բժշկությունից, սա կոչ է լինելու ավելի ուշադիր, ավելի գիտակից, սնվեք գիտակցաբար, ընտրեք այն մթերքները, որոնք ձեր մարմնի հետ խոսում են նույն լեզվով։ Հին իմաստուններն ասում էին, թող սնունդը լինի քո դեղը, եւ դեղը քո սնունդը։ Այսօր գիտությունը ստորագրում է այս բառերի տակ։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք այս հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում։ Սա Արգամ բլոգն էր։ Ես Արգամ Ռոբերտին։ Եղեք առողջ, եղեք բնության հետ ներդաշնակ եւ կերեք այն, ինչը նման է ձեզ։ Մինչ նոր հանդիպում։